Թրամփը ասում է Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել։ Խոսքը գնում էր այդ հարվածներից, Փետրվարյան հարվածների հետևած իրադարձություններին։ Եվ այսպես Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել։ Թուրքիան կարող էր մտնել Իրանում հակամարտության մեջ մյուս կողմից, այսինքն Իրանի կողմից, թերևս։ Բայց չարեց դա, հնարավոր է իմ շնորհիվ չի արել դա։ Այսինքն այստեղ պետք է հասկանալ, որ պետք է հարց տամ ձեզ, այսինքն ըստ Թրամփի ինչ դիրքավորում է ունեցել Թուրքիան։ Եվ ասում է, վստահ եմ, որ Էրդողանը չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա, մյուս կողմից էլ դա է ասում։ Վստահ եմ դրանում։ Եվ այսպես, Թուրքիա-Իրան փոխհարաբերությունները Միացյալ Նահանգներ Իրան այդ հակամարտության մեջ։ Ես կարծում եմ, որ Թրամփի այս հայտարարությունն առավելապես երես փրկելու խնդիր ուներ։ Թուրքիային, ինչպես նախկինում, այնպես էլ այս պատերազմից հետո եւ դրա ընթացքում եւ դրանից հետո պետք է տարածքային ամբողջականություն ունեցող, բայց թույլ Իրան։ Սա է իրենց մոտեցումն ու քաղաքականությունը, հատկապես հաշվի առնելով քրդական գործոնի առկայությունը եւ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում հնարավոր այլ զարգացումները, որոնք Թուրքիայի միջական հարևանությամբ սահմանին պետք չեն։ Այսինքն նոր Իրաք, նոր Սիրիա Թուրքիային պետք չի։ Այստեղ խնդիրն այն է, որ նախ կարծում եմ, որ Թուրքիան ընդհանրապես չէր պատրաստվում նաև Իրանի դեմ որևէ ճակատ բացել, բացի ամեն ինչից, ոչ միայն Թուրքիային միջական ուրեմն սահմանային եւ կամ էթնիկ խնդիրներից ելնելով, այլև մուսուլմանական աշխարհում հեղինակության խնդիր կա։ Մրցակցությունը մուսուլմանական աշխարհում լիդերության պայմանավորված է եղել տևական ժամանակ պաղեստինական խնդրով։ Գազայի հարցում Թուրքիան ամենաբարձր խոսողներից էր եւ այս իմաստով փորձում էր նույնիսկ Իրանից ավելի պաշտպանող լինել Պաղեստինի ժողովրդին եւ այս տեսանկյունից եթե Թուրքիան էլ պիտի ներգրավվեր այս պատերազմին, ապա ընդհանուր առմամբ մուսուլմանական աշխարհում բավականին լուրջ հեղինակության ճգնաժամեր Նա կարողացավ այնպես անել, որ Միացյալ Նահանգների հետ էլ չփչացրեց հարաբերությունները։ Անխոս, որովհետև կարծես թե Իրանի հետ էլ։ Այո, որովհետև բացի ամեն ինչից, նախ 3 հարձակում տեղի ունեցավ Թուրքիայի ուղղությամբ, չմոռանանք, Ինջիրլիկի ամերիկյան բազայի ուղղությամբ, որին Թուրքիան չափազանց մեղմ էր արձագանքում, դժվար է պատկերացնել Թուրքիայի դեմ որևէ հարձակում, որին նա ոչ միայն ասում է սա անընդունելի եւ այլն, այլև ասում է ես կայունության կողմնակից եմ։ Ավելին, երբ տեսանք Նախիջևանի ուղղությամբ Իրանից հրթիռի կամ դրոնի հարձակումը, որից առաջին օրը դրանից հետո Բաքվից, պաշտոնական Բաքվից եւ Ալիևից տեսում էինք բավականին ռազմատենչ հայտարարություններ, անգամ որոշ ուժերի դեպի հարավ ուղղորդում տեսանք նաև Թուրքիայի կողմից սաստումը Ադրբեջանի, որ մի խառնվեք, սա, այսպես ասած, ձեր խաղը չի, եթե կարելի է այդպես ասել։ Ուրեմն այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Թրամփի կոնկրետ այս հայտարարությունը պայմանավորված է եղել նրանով, որ ես թույլ չեմ տվել, որ Թուրքիան գնա, թե չէ իրենք էլ էին ուզում, այդպես որ սա ավելի շատ դեմք փրկելու խնդիր ուներ։ Բայց եթե կարող ենք առանձնացնել ՆԱՏՕ-ի այս գաղթաժողովի հիմնական օրակարգային ուղղությունները, դրանք Ուկրաինան են, Իրանն էր եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում բյուջեի խնդիրը, հա, ով ինչքան է վճարելու, եթե նա։ Եվ ի վերջո Միացյալ Նահանգները շարունակում են անդամակցել ՆԱՏՕ-ին, թե ոչ, դա էլ էր ինտրիգ։ Դա այսպես ասած սպառնալիքներ, որ Թրամփի երկրորդ administrացիայի գալուց հետո տեսել ենք, որ եթե այսպես է կանելու, մեզ պետք չի ՆԱՏՕ-ն գնացեք ձեր գլխի ջարը տեսեք, հա։ Դա էլ հարց էր ուզում։ Բայց այնտեղ հղումներ էր արվում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում էր, այ տեսեք, Թրամփը փաստացի անում է այն ինչ որ Այզենհաուերն է արել ժամանակին, երբ փորձ էր արվում հավասարեցնել ՆԱՏՕ-ում մեր ներգրավվածությունը եւ ֆինանսական եւ ենթակառուցվածքների եւ մարդկային ռեսուրսների տեսանկյունից, բայց ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ քանի որ Իրանում տեղի ունեցածում առնվազն Միացյալ Նահանգները ոչ միայն չի հաղթել, այլև իր ցանկալին չի հասել եւ իրավիճակը հաստատ այս պահին գոնե Միացյալ Նահանգների օգտին չի, հաշվի առնելով Հորմուզի խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծոցի երկրներում ձևավորվել է այն ինչ կա եւ փաստացի Իրանի այն
կարելի ասել ապացույցը, որ այնտեղ մի անձից կախված չի այդ պետությունը, համակարգ է գործում, կա խորհրդային պետություն եւ հնարավոր չէ Իրանի պարագայում օրինակ կարճատև կամ բլիցկրիգային պատերազմով ինչ-որ խնդիր լուծել, ուրեմն խնդիր կար եւ Թրամփը իրապես հարց ուներ այստեղ ցույց դնելու, որ մենք ոչ միայն չենք պարտվել, այլև դե եթե չեն ուզում խոսեն, մենք այլ կերպ, այլ ճանապարհով կգնանք։ Ուկրաինայի հարցում էր հետաքրքիր Զելենսկու հետ խոսակցությունում ուշագրավ էր, որ Թրամփն իր ոչի մեջ ասում է, այ ես չգիտեմ, կուզես գնաս Մոսկվա խոսես, ասում է դե գիտեք այնտեղ ուկրաինական դրոններ են, մի քիչ վտանգավոր է Մոսկվա գնալ։ Այսպիսի ինչ որ իմաստով ցինիզմի հասնող խոսակցություն էր ծավալվում, բայց խոստումը վերահաստատվեց, որ հաջորդ տարվա կտրվածքով 40 միլիարդի աջակցություն է գնալու դեպի Ուկրաինա։ Միացյալ Նահանգները նաև ստանձնեցին հանձնառություն Ուկրաինային հրթիռների պատրիոտների ուրեմն ստեղծման համակարգեր տրամադրել, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ երկրորդ Թրամփի կամ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում այն քաղաքականությունը, որով փորձեր արվում, այսպես ասել, քանդել Ուկրաինայի շուրջ համաձայնությունը կամ արևմուտքի հավաքական մոտեցումը հիմա վերադարձավ նրան ինչ որ կարի սկզբանե եւ այս տեսանկյունից Եվրամիությունն էր, որ մինչեւ վերջ կանգնեց Ուկրաինայի դիպունքում եւ կարողացավ հասնել նրան, որպեսզի Թրամփի նախնական հռետորաբանությունը փոխվի եւ վերջապես Իրանի հարցում իհարկե ակնհայտ էր, որ բոլոր ՆԱՏՕ-ի անդամ պետությունները առանց որևէ բացառության, եթե ոչ դրական չեցօգություն, ապա ընդհանրապես որևէ կերպ չներգրավվեցին, տեսել ենք, չէ, ինչեր էր ասվում, միայն Գերմանիան էր, որ այս ունեցավ Վաշինգտոն եւ ասաց, որ իրենք ինչ որ կերպ կաջակցեն, որովհետեւ Իսրայելի հետ ուղիղ կապ ուներ այս հարցը, իսկ մնացած ուժեղ խաղացողները, անգամ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այս հարցում իրենց այսպես ասած միջերկրական ծովի ներկայությունը ամրապնդելով, որտեղ տեսանք նաեւ, որ օրինակ դեպի Կիպրոս այսինքն Լիմասոլի բրիտանական ռազմական բազայի ուղղությամբ էր հրթիռ գնում։ Այսինքն իրենց սկզբունքային դիրքորոշումը կարողացան պաշտպանել։ Չներգրավվեցին, կարողացան չներգրավվել եւ չկորցրեցին։ Միացյալ Նահանգները ամենայն դեպս ՆԱՏՕ-ն չլքեց։ Ոչ միայն չլքեց, այլև չկարողացավ այս պատերազմում ՆԱՏՕ-ի ներգրավվածություն ունենալ։ Ոչ այն։ Ի տարբերություն օրինակ 2003-ի պատերազմի Իրաքյան, որտեղ այնուամենայնիվ Բուշի այն ժամանակվա վարչակազմը կարողացել էր որոշ անդամ պետությունների եւ ընդհանուր առմամբ Աֆղանստանի պարագայում եւ Իրաքի պարագայում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել։ Այստեղ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը մնացին մենակ եւ այս առումով պետք է արձանագրել, որ այնպես չի, որ նույնիսկ սպառնալիքներով եւ ներքին սպառնալիքներով ՆԱՏՕ-ի ներսում սպառնալիքներով Միացյալ Նահանգները կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար։ Վերադառնանք Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերություններին, այդ Թրամփի խոսքերին, նա շատ ուժեղ երկիր է, շատ ուժեղ ղեկավար է։ Արդյոք կարելի է ասել, որ արդյոք Թրամփը Ադրբեջանը ընկալում է Թուրքիայի պրիզմայով։ Ընդհանրապես կարելի է ասել, որ Թրամփը, այսպես ասած, խոշոր խաղացողների միջոցով է դիտարկում ոչ այնքան մեծ պետությունների հետ հարաբերությունները, բայց ես կարծում եմ, որ այստեղ սխալված կլինենք, եթե այդպես նայենք, որտեղ Թրամփի ընդհանուր քաղաքականությունը կամ վարչակազմի քաղաքականությունը տրանզակցիոնալ է, շատ կապված ֆինանսական հարցերով։ Օրինակ, ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմը բավականին լարված է, թե ինչ ներդրումներ են պահանջելու իրենից, որովհետև 80 միլիարդի պաուստային ֆոնդ ունի։ Եվ ուրեմն ես առավել քան վստահ եմ, որ ամերիկացիները օրինակ ուղիղ նաև իրենց հետ խոսում են իրենց ունեցած պաուստային ֆոնդերի ինվեստիցիաներն ուղղորդելու տեսանկյունից։ Ուրեմն, եթե անգամ նայելու լինենք, որ այո, մեծ տարածաշրջանում Թուրքիան շատ ավելի կարևոր պարտներ է Վաշինգտոնի համար եւ Ադրբեջանն էլ ինչ որտեղ կարող է տեղավորվել, սա չի նշանակում ամենևին, թե ուրեմն Բաքվի հետ խոսակցությունը երկկողմում պակաս կարևոր է Վաշինգտոնի համար։ Դրան նաև տեսնում ենք, հիշում ենք, որ Թրամփի վերադարձից հետո մենք օրինակ որոշ մտավախություններ ունեինք, որ կարող է օրինակ Հայաստանի հետ կնքված համաձայնությունները կամ ստացված համաձայնությունները զոհ դառնան Մոսկվա-Վաշինգտոն ունեցած խոսակցությանը եւ ուրեմն պարզապես ինչ որ կետից, որպեսի այլ ուղղությամբ Ռուսաստանի կողմից ինչ որ բան ստանան, Հայաստանը կարող են թողնել Ռուսաստանին, սա էլ էր քննարկվում, բայց տեսնում ենք, որ սա էլ իրականություն չի դառնում։ Ուրեմն ես կարծում եմ, որ որքան էլ
այսպես ասած մեծ խոշոր խաղացողների հետ ամերիկացիների կամ Թրամփի հայտարարությունները հաճախ ցույց են տալիս, որ մեծ պատկերում իրենք փոքր երկրների հետ շատ չեն ուզում խոսել, դրա հետ մեկտեղ կախված նրանից թե որքան առաջընթաց կա այդ երկրների հետ, իրենք նաև ունեն այլ օրակարգային հարցեր, որոնք առաջ են մղում։ Ես վստահ եմ նաև, որ օրինակ իր կարևոր բանագնացներ Ստիվ Ուիտկոֆն ու մյուս դիվանագետները Բաքվի հետ չեն դադարեցնելու եւ շարունակաբար ուրեմն խորացնելու են իրենց համագործակցությունը, բայց առավելապես ուղղորդելով նրանց, թե ինչպիսի ինվեստիցիաներ անեն, որ ուղղությամբ, որովհետեւ ռեսուրսները եւ բնական ռեսուրսները եւ ֆինանսական ռեսուրսները շարունակում են առաջնահերթություն լինել Վաշինգտոնի համար։